Ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշմամբ 2013 թվականի լավագույն ստորաբաժանում են ճանաչվել ոստիկանության Գավառի և Մաշտոցի բաժինները։ Այսօր հերթը Մաշտոցի բաժնինն է։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները այս բարձր գնահատականն ընդունում են որպես պատասխանատվության բարձրացման կարևոր խթան։ Գնահատվելը ոչ միայն ոգևորվելու, այլև ավելի լավ աշխատելու առիթ է, ասում է բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանը։ Այս գնահատականը ամբողջ Մաշտոցի բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքն էր։ 2013 թվականին քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից բացահայտվել է հանցագործության 292 դեպք, համայնքային ոստիկանների կողմից 101 դեպք։ Հանցագործության 22 դեպք բացահայտվել է Պարեկապահագետային ծառայության տարածքը սպասարկող ոստիկանների կողմից։ Աճել է նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման տոկոսը։ Կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նվազել է հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն առանձնապես կարևորում են բնակչության հետ տարվող աշխատանքները։ Դա ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման իրական ճանապարհն է։ Համայնքային ոստիկանության աշխատակիցները վստահ են, որ իրենք այդ առումով ավելի մեծ պատասխանատվություն են կրում։ Համառոտ ներկայացնենք լավագույնի պատվին արժանացածների գործունեության մի քանի դրվագ։ 2013 թվականի փետրվարի 24-ին ահազանգ ստացվեց ավազակային հարձակման վերաբերյալ։ Թիրախը Դավիթ Հաշենի 2-րդ թաղամասի 34 շենքի բնակարաններից մեկն էր։ Հանցագործները մտել էին պատուհանից տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Հենց այդ պահին տուն էին վերադարձել տանտերերը։ Հանցավոր եռյակը դիմել էր փախուստի, իսկ նրանցից մեկն ատրճանակով սպառնացել էր տանտերերին։ Պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հանցագործությունը կարճ ժամանակամիջոցում բացահայտվեց։ 2013 թվականի մայիսի 8-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում սպանության ահազանգ հնչեց։ Հանցագործը կտրել էր երիտասարդ կնոջ պարանոցն ու հրկիզել բնակարանը։ Հանցագործությունը բացահայտելու աշխատանքները ոստիկաններից մեծ ջանքեր խլեցին։ Արդյունքում սպանությունն օրեր անց բացահայտվեց։ Հանցագործը ներկայացվեց քրեական պատասխանատվության։ Անհերքելի է, որ բնակարանային գողությունները դժվար բացահայտվող հանցատեսակներից են։ Դրանք կանխելն առավել հեշտ է, քան բացահայտելը։ Այդ առումով կանխարգելիչ լուրջ միջոցառումներ են գիշերային շրջագայությունները, որոնց արդյունքում օգոստոսի 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները կանխելով հերթական հանցագործությունը բացահայտեցին բնակարանային մի շարք գողություններ։ Գիշերային ուժեղացված ծառայության արդյունքում Մաշտոցի վարչական տարածքում կատարված մի շարք գողություններ բացահայտեցին նաև 2013 թվականի փետրվարի 6-ին Հալաբյան փողոցում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները։ Ամրագրենք, լավագույնի կոչմանն արժանանալու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 2013 թվականին իրենց դրսևորեցին լավագույնս։ Ձեռքբերումները կոլեկտիվ աշխատանքի արդյունք են, յուրաքանչյուրն իր տեղում իր մասով գիտակցեց, ջանաց ու անցավ տարվա լավագույն ստորաբաժանում դառնալու ճանապարհը։ Դա ամենօրյա տքնաջան աշխատանքի, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի, մարդկային ու գործընկերային ճշմարիտ հարաբերությունների, ոստիկանի մասնագիտական որակներն ընդհանուր գործին ծառայեցնելու հասարակությանն արժանապատվորեն ներկայանալու արդյունք է։ Մեր նկարահանման օրը ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները հերթական հանցագործությունն էին բացահայտել։ Հունվարի 23-ին Արմենիա բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ձեռքի կտրած վերքով բուժօգնության է դիմել Արտյոմ Ավետիսյանը։ Օպերատիվ խմբին երիտասարդը, որ տաքսի ծառայության վարորդ է, հայտնել էր, որ Սիլիկյան թաղամասում Շահումյանի գերեզմանատան մոտ ավազակային հարձակման է ենթարկվել ուղևորի կողմից։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում սակայն պարզվեց իրողությունը։ Արտյոմ Ավետիսյանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր ընկերը Գուրգեն Սաղաթելյանը։ Այսպիսին էր աշխատանքային օրը ոստիկանության Մաշտոցի բաժնում, ուր մեկնել էինք 2013 թվականի լավագույն ստորաբաժանման մասին ռեպորտաժ պատրաստելու համար։